Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 11-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, մինչև անցնելի հիմնական նյութերին երեկվա իմ նյութի տակ մեկը մի գրառում էր արել, այդ զավեշտի շրջանակներում, ասի անպայման անդրադառնամ մարդկազմոտ թյուրիմացություն չառաջանա։ Ինչ էր գրել. Դուք էլ թռակ Հայաստանից։ Իհարկե դժվարանում եմ պատկերացնել, թե բա ինչով պետք է գայի Միացյալ Նահանգներ, ես Մովսեսը չեմ, որ ջուրը իմ առաջ բացվի եւ քայլելով գայի Ամերիկա, ոչ էլ Նիկոլն եմ, որպեսի ջրի վրով քայլեմ, Կոլոմբոսն էլ չեմ, որ ասենք շփոթվեի Հնդկաստան գնայի, նավով գայի հասնեի Ամերիկա, բա ինչով պետք է գայի ժողովուրդ ջան։ Եթե նկատի ունեք եկել եմ Ամերիկա, որ չվերադառնամ, նման բան ուղղակի գոյություն չունի։ Եթե նման բան լիներ, ես ձեզ կասեի։ Եվ կհիմնավորեի, թե ինչու համար։ Ես շատ անելիքներ ունեմ Հայաստանում։ Ի ուրախություն իմ համակիրների եւ իմ տխրություն իմ հակառակորդների։ Այնպես որ խնդրում եմ նման բաներ չտարածել, որովհետեւ իմ նյութերի տակ գրառումները կարդում են, արձագանքում են, իրանք էլ են գրում եւ այլ, հանկարծ չմտածեն ինչ որ բան գուցե այնպես է, որից իրանք տեղյակ չեն։ Որովհետեւ մի քանի օր հետո արդեն վերադառնալու եմ Հայաստան, հիմա չգիտեմ ինչ պետք է գրի։ Դուք էլ թռակ Ամերիկայից։ Դե երևի արդեն չեմ իմանա ինչ պատասխանեմ։ Լավ, անցնենք գործի։ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն գրառում է արել. Ես այս մրցանակը նվիրում եմ Վենեսուելայի տառապող ժողովրդին եւ նախագահ Տրամպին, մեր գործին նրա վճռական աջակցության համար։ Մենք հաղթանակի շեմին ենք եւ այսօր ավելի քան երբևէ մենք ապավինում ենք նախագահ Տրամպին, Միացյալ Նահանգների ժողովրդին, Լատինական Ամերիկայի ժողովուրդներին եւ աշխարհի ժողովրդավարություններին, որպես մեր ամենամեծ դաշնակիցներ ազատության եւ ժողովրդավարության հասնելու գործում, նշել է Մաչադոն։ Իհարկե Նոբելյան մրցանակը Տրամպին չտվեցին, բայց կրքերը դեռ բորբոքված են, շարունակում են արձագանքներ, երևի մի քանի օր պետք է, որ այս վիճակից Դոնալդ Տրամպը դուրս գա եւ անցնի կոնկրետ այն լուրջ քայլերին, որը իրանից սպասում ենք։ Հիմա ինչ է արձագանքել Դոնալդ Տրամպը։ Հայտնել է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիրը զանգահարեց ինձ։ Նա ասաց, որ մրցանակն ընդունում է իմ պատվին, քանի որ ես արժանի եմ դրան։ Ես նրան չեմ ասել, որ այն ինձ տա, բայց կարծում եմ, որ նա կարող էր, հավելել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն այդ աչոնիկը մրցանակը ստացել, աշխարհի դիրեկտորը մտածում է, որ կլինի այդ մրցանակը բերի իրան տա, էլի ոնց որ երեխային կոնֆետ են տալի։ Ապշելու բանը չեմ հասկանում, ինչա կատարվում մեր աշխարհի հետ։ Հուսամ, որ գոնե սա վերջի այս կարգի խնդիրները կլինի Դոնալդ Տրամպի մոտ եւ ինքը կվերադառնա այն գործին, որի առաքելությունը ինքը ստանձնել է Ամերիկայի նախագահ դառնալու ժամանակ։ Դոնալդ Տրամպը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իրեն աջակցելու համար։ Շնորհակալություն նախագահ Պուտին, գրել է Տրամպը։ Իսկ ինչու՞մ է աջակցել Պուտինը։ Ռուսաստանի նախագահի ելույթում խոսել է մի շարք հակամարտությունների լուծման ուղղությամբ, ամերիկյան առաջնորդի ջանքերի, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո այդ կոմիտեի հեղինակության կորստի մասին։ Եղել են դեպքեր, երբ Նոբելյան կոմիտեի մրցանակը շնորհել է այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել խաղաղության համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Այսինքն համարում է, որ շատ անարդար է եղել, որ այդ աղջկան են տվել այդ մրցանակը Բրիտանիային Դոնալդ Տրամպին, նաև շնորհակալություն հայտնել։ Հիմա պատկերացրեք ինչեր են ակնկալում Դոնալդ Տրամպից եւ ինքը ինչ ուղղությամբ է մտածում։ Իդեպ Չինաստանի հետ կապված վերաբերմունքի փոփոխությունը հաստատ չի բխում մեր մոլորակի շահերից։ Այնպես չի, որ Չինաստանը կարող է իր շահերից բխող այնպիսի բաներ չանի, որ Ամերիկային դուր չգա։ Դրա մասին չի խոսքը։ Նույնն էլ Ամերիկան կարող անի Չինաստանին դուր չգա։ Բայց այսօր լարվածությունը Ամերիկա-Չինաստան հաստատ չի բխում նոր աշխարհակարգ ձևավորելու շահերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ նոյեմբերից սկսած Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100% մաքսատուր քերք կսահմանի։
Տրամպի գրառման մեջ ասում է, որ ԱՄՆ նաև արտահանման վերահսկողության սահմանի կրիտիկական կարևոր ծրագրային ապահովման նկատմամբ։ ԱՄՆ նախագահը մեղադրել է Չինաստանին հազվագյուտ մետաղների առևտրի մենաշնորհն իր ձեռքը վերցնելու փորձի մեջ եւ հայտարարել է, որ Հարավային Կորեայում Ասիա խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովում Սի Ցզինպինի հետ իր հանդիպումը այլևս իմաստ չունի։ Շատ ցավալի է, եթե Դոնալդ Տրամպը չվերանայի իր որոշումը, շատ ավելի ցավալի է, քան կարելի է պատկերացնել, որովհետև հազիվ առիթ էր նստեին, պայմանավորվեին, կնճռոտ հարցերը լուծեին եւ ամենակարևորը Չինաստանը հետ քաշվի, Ռուսաստանը հետ չի քաշվի, շարակով նստած է կմնա, բայց ուղղակի չաջակցի Ռուսաստանին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ համահունչ քայլեր անելով աշխարհին բերի խաղաղությունը պարտադրելով Ռուսաստանին, իսկ հիմա ինքը ընկել է Չինաստանի հետ առճակատման մեջ։ Չինաստանում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, նրանք դառնում են չափազանց թշնամական, չի կարելի թույլ տալ, որ Չինաստանն աշխարհին պատանդի կարգավիճակում պահի։ 2 շաբաթից պետք է հանդիպեին նախագահ Սիի հետ, բայց այլևս իմաստ չունի, գրել է Տրամպը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրել է. «Զրուցեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ, լավ զրույց է, շատ արդյունավետ։ Ես շնորհավորեցի նախագահ Տրամպին իր հաջողության եւ Մերձավոր Արևելքի վերաբերյալ համաձայնագրի համար, որը նա իսկապես ապահովեց եւ սա հզոր արդյունք է։ Եվ եթե մենք կարողանանք դադարեցնել պատերազմը այդ տարածաշրջանում, ապա մյուս պատերազմներն անպայման կարող են դադարեցվել, այդ թվում այս ռուսական պատերազմը։ Տեղեկացրեցի նախագահ Տրամպին մեր էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարձակումների մասին։ Շնորհակալություն մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մենք քննարկեցինք օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները եւ այն համաձայնագրերը, որոնք մենք պատրաստում ենք դրա համար։ Կան լավ տարբերակներ, հզոր գաղափարներ։ Մեզ անհրաժեշտ է ռուսների պատրաստակամությունը մասնակցելու իրական դիվանագիտությանը։ Սա կարող է ապահովել ուժի միջոցով։ Շնորհակալություն, պարոն նախագահ, գրել է Զելենսկին։ Իհարկե, հիմա մենք ինչ ենք ակնկալում, որ այո, Դոնալդ Տրամպը շատ կտրուկ ձևով կանգնի Ուկրաինայի թիկունքին եւ ուղղակի պարտություն պարտադրի Ռուսաստանին։ Շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ լավ, որքանով է ուղղակի մեզ հետ առնչվում այդ կռիվը։ Շատ ավելի ուղղակի, քան կարելի է պատկերացնել։ Բացի դրանից, ի վերջո այդ պատերազմի մի կողմում Ռուսաստանն է, որը որ բոլոր փաստաթղթերով ոչ միայն Հայաստանից դուրս չի եկել, այլև չի էլ պատրաստվում դուրս գալ եւ Նիկոլ Փաշինյանն էլ այնպիսի քաղաքականություն է վարում, որ չի էլ դուրս գա, ընդհակառակը իր դերակատարությունը ավելի կընդլայնի։ Եվ ամենածիծաղելին նա է, որ ռուսաբեդ ընդդիմությունն ու իշխանությունը պայքարում են, թե այն մյուսն է ռուսաբեդ, ոչ թե այն մեկը, թե ում համար է այդ խեղկատակությունը չեմ հասկանում։ Ի վերջո հասկանանք մի բան։ Նիկոլ Փաշինյանն ասում է Ալմատիի փաստաթղթով մենք ճանաչել ենք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը։ Չի մոռացել, չէ՞ որ այդ Ալմատիի փաստաթղթով Ռուսաստանն էլ ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Չի մոռացել, չէ՞ որ մինչև այդ Ալմատիի փաստաթուղթը լուսաշխար գալը 91 թվականի դեկտեմբերի 8-ին արդեն Բելավեջկայա Պուշչայում ստորագրած համաձայնագիրը խորհրդային միությունը լուծարելու այդ 3 պետություններով Ռուսաստանը, Բելոռուսը եւ Ուկրաինան։ Այդ ժամանակ արդեն իրանք երեքով մտածում էին, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը։ Բա ոնց ես դու եղբայր համարում մի պետություն, որը նույն Ալմատիի փաստաթղթով ճանաչելով իր հարևանի տարածքային ամբողջականությունը հարձակվում է նրա վրա։ Իսկ դու ասես, բա ինչ կա չհասկանալու, պարզի որ Ալմատիով պետք է մենք ճանաչենք փոխադարձաբար։ Այսինքն քու տեսակետը ոնց է համընկնում Ռուսաստանի տեսակետի հետ, երբ որ նա տրամագծորեն հակառակ բանն է անում։ Ոնց է մտածելու Պուտինը հայ ժողովրդի մասին, եթե իր քաղաքացուն տանում է կոտորի ինչ որ հողերի համարից։ Նիկոլ Փաշինյանն ասում է պետք է բավարարվեն 29743-ի մեջ։ Ոնց է Պուտինի հետ քո քայլերը համահունչ, եթե դու գտնում ես որ պետք է բավարարվենք
այս տարածքի մեջ ու նույնիսկ չենք էլ մտածում վերցնենք այն ինչ որ Ադրբեջանը օկուպացրել է, փաստաթղթերով, պայմանագրերով, համաձայնագրերով կլուծենք, իսկ Ռուսաստանն ասում է այդ տարածքները պետք է վերցնենք, դա մեր պատմական հողերն է ու պետք է ավելի առաջ գնանք։ Այսինքն ոնց է քո շահերը համընկնում Ռուսաստանի հետ, եթե տրամագծորեն հակառակ քայլն է անում։ Ոնց հավատաս մի պետության ղեկավարի, որ ինքը կարող է մտածել հայ ժողովրդի մասին, եթե իր քաղաքացուն տանում կոտորում է, եթե իր երկիր պատերազմ է բերում, եթե ինքը իր քաղաքացուն չի հարգում, նա նրան դիտարկում է, ասես տանի թնդանոթի միս, ինչպես ասում են, քցի ասի տվեք սպանեք, ինչքան ուզում է մեռնեն մենակ մի քանի կիլոմետր առաջ գնանք։ Նա ոնց պետք է մտածի ուրիշ երկրի քաղաքացու մասին։ Այսինքն դուք որ գործիքով եք չափում, որ կարա Պուտինը մտածի Հայաստանի մասին։ Ապշելու բան է։ Լավ, մենք հասկանում ենք դա հնարավոր չի, բայց ինչ են վարվող քաղաքականությունը մեզ բացատրում, որ ինչ եք խոսում, մեր գործընկերը նա է, մեր դաշնակիցը նա է, որը պետք է մտածի հայ ժողովրդի մասին։ Հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ գնում են այդպես զոհվում են։ Չեք տեսել։ Մենք ինչից ենք դժգոհ, որ այդ ամեն ինչը Հայաստանից խրախուսվում է։ Իրանց բարեկամական եղբայրական հարաբերություններով, ոնց որ Փաշինյանը վերջերս էլ ասում էր, որ եղբայրական ժողովուրդներ ենք Ռուսաստանի հետ եւ այլ եւ այլ։ Մենք դժգոհում ենք ինչից։ Ասում ենք լավ, մասնավոր մեկը մի բան անի հասկացանք, բայց հայ առաքելական եկեղեցին դնում մեր թեմը Ռուսաստանի օրհնում է պատերազմ գնացող մարդ սպանողին։ Հայ առաքելական եկեղեցու անունից։ Նրանք Ռուսաստանի քաղաքացի են։ Ինչի՞ է դա անում։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ ինչի՞ է մեր մոտ դա խրախուսվում պետական մակարդակով, հոգևոր մակարդակով։ Այս ձևի եք ուզում գնաք ընտրության։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է. Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները օդային գործողություն են իրականացրել Ռուսաստանի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի միջադեպերից հետո։ Սա մեզ ոչ միայն արժեքավոր հետախուզական տվյալներ է տրամադրում մեր օպերատիվ իրազեկվածությունը բարձրացնելու համար, այլև հզոր ազդանշան է ուղարկում ՆԱՏՕ-ի միասնականության մասին։ Հիմա հարց. այս ՆԱՏՕ-ն որ միասնական է, ում դեմ է միասնական, Ռուսաստանի չէ։ Բա ում հետ է մեր իշխանությունը, մեր ռուսամետ ընդդիմությունը։ Ռուսաստանի հետ չէ։ Ու ամեն անգամ սպասում եք, որ Արևմուտքը իր վերաբերմունքը արտահայտի։ Արևմուտքը քանի դու կարմիր գիծը չես անցել սխալ պահելու, ասում է լավ, մեր օրբիտայում պահենք, վաղը մյուս օրը չես իմանա, իրավիճակ կփոխվի, գոնե այս քայլերը չկորցնենք, որ ժամանակը գրագետ ձևով առաջ տանենք։ Բայց քանի քայլեր մեզանից Վրաստանն առաջ, որ հիմա այդ ամբողջը հետ ողորմի է արվում։ Այն ինչ որ նրանց հետ պայմանավորվել էին, այն ինչ արտոնություններ կար, բոլորը հետ են վերցնում։ Այսինքն այդ տարիների քրտնաջան աշխատանքը, ժողովրդի աջակցությունը, հետևողական քայլերը։ Սա է վիճակը, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ նրանք չեն հասկանում, որ նրանք Ռուսաստանի դեմ են, իսկ Հայաստանը Ռուսաստանի եղբայրն է։ Բարդ է այդքան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է. Մենք հրապարակավ հայտարարել ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից եւ կոնկրետ ճանապարհային քարտեզով վերականգնելու մեր մտադրության մասին։ Համեմատաբար կսպասենք, համբերատար կսպասենք ներողություն ամերիկյան կողմի դիրքորոշմանը։ Կոբախիձեն նշել է, որ ամենակարևորը Թբիլիսիի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները վերականգնելու արդյունավետ քայլեր ձեռնարկելն է։ Հիմա նույն Վրաստանը հասկանում է, թե ինչ սխալ է անում, բայց չի կարող փոխվել Ռուսաստանից։ Եթե իրանց քաղաքական ուժի ղեկավարը ռուս օլիգարխ է, ո՞նց է փոխվելու։ Վրաստանն էլ կքայքայեն, կքանդեն, ամեն ինչ կանեն, բայց չեն փոխվի իրանց օլիգարխի, ժողովուրդ ջան։ Փողից կախվածությունը ազգություն չի հարցնում։ Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ։ Միշտ օրինակ ենք բերել, որ Վրաստանը ո՞նց է հետևողական գնում դեպի Եվրոպա։ Եկա մի հատ ռուս օլիգարխ նստեց, վերջ։ Պետական շահ գոյություն չունի, ազգի շահ գոյություն չունի, կա զուտ փող։ Վերջ։ Այդ նույնն է մեզ սպասում, ուրիշ բան է ակնկալում։ Լավ Վրաստանը սահման ունի, լավ Վրաստանը հնարավորություններ ունի, ծով ունի, մենք ինչ ունենք։ Մեր ամեն ինչը պայմանավորված է Վրաստանի միջոցով շփվելու։
Բայց տեսնում ենք, չէ՞, ինչ է կատարվում։ Սա է։ Որը հարց կա, որպեսի մտածենք, որ Վրաստանը չէր գոյատևի, եթե Ռուսաստանի հետ չլներ։ Բացարձակ տենց խնդիր չկա։ Կա Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն ունը, բայց չմտներ Ռուսաստանի տակ։ Բայց տեսնում ենք, չէ՞, ինչ է նշանակում ռուսական կապիտալը քաղաքականության մեջ։ Էսա։ Ու անպայման չի դա բիզնեսմենը լինի, օլիգարխը լինի։ Նույնը նայեք, մեր իշխանությունները ով բիզնեսմեն չէին։ Ռուսական ազդեցության տակ բոլորը անհայրենիք են դառնում, Ժողովուրդ ջան, բարդ զարմանալու բան չկա։ Իրենց երկրում տենց ասում եք, մեր երկրում իրանք ինչ անեն։ Ինչ են անում իրաց մոտ, որ մեր մոտ ինչ պետք է անեն։ Իսկ հիմա նայենք, այն ինչ որ տեղի ունեցավ այս մի քանի օրը Սովետաշենի վայրը այրվելու պարագայում, թե ինչ են տարբեր հայտարարություններ անում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է. «Կեսգիշերին Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է։ Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։ Փրկարար ծառայությունը Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Ես ուզում եմ նրանց բոլորին շնորհակալություն հայտնել արագ արձագանքման եւ արած մեծ աշխատանքի համար։ Ուզում եմ շատ հստակ արձագանքել, այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի եւ ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ եւ ես երաշխավորում եմ այս դեպքը չի մնա անպատասխան, նշել է Ավինյանը։ Նախ հարցածակում ինքն է խոսում ԱԱԾ-ի պետի հետ ներքին գործերի նախարարը ասում, սա պատահական չէր, ինքն է ուղղորդում, թե հակառակը պետք է լինի։ Կարող է պատահականություն չլինի, կարող է եւ պատահականություն լինի, բայց ձեր փնթիությունն ու ապաշնորհությունը ուզում եք քողարկեք, որ պատահականություն չէ, դիտավորյալ են արել։ Եթե նույնիսկ դիտավորյալ են արել, ինչու պետք է այդպիսի ծանր հետևանք ունենար Երևան քաղաքը։ 7 տարվա իշխանություն եք, ինչ արեցիք, մի միլիմետր առաջ գնացիք, աղբավայրի հարցը լուծելու, մշակելու, չգիտես ինչեր անելու, աշխարհի տարբեր երկրների փորձեր նայելու, ու մի ասեք 7 տարին շատ փոքր ժամանակ էր վիճակը լավացնելու համար։ Տեսեք 7 տարի առաջ դուք ով էիք եւ հիմա ով եք։ 7 տարվա մեջ մենք տեսանք ինչքան երկար լավ էլ ժամանակ է 7 տարին ձեր բարեկեցությունն ապահովելու համար, բայց 7 տարին շատ քիչ է թոշակառուի թոշակը բարձրացնելու համար։ Նույնիսկ եթե ապրանքների գները թանկանում են, գնաճը առաջանում, նույնիսկ եթե հարկերն ու տուրքերը բարձրանում են, թոշակը բարձրանում, որևէտև փող չկա, բայց ձեր համար կա։ 7 տարին լրիվ բավարար է, որը պահանջի ապրեք ու աշխարհը չափչփեք, բայց 7 տարին բավարար չի, որ Երևան քաղաքի համար մի հատ հարց լուծեք։ Միլիոնավոր դոլարներ եք տալի, որ մի հատ երկիչ բերեք երկի, որ տուրիստ կա։ Հիմա տուրիստը, որ եկավ թունավորվեց, գիտեք քանի տուրիստ է տարածելու, ամբողջ համացանցը ողողելու, որ հանկարծ Հայաստան չգնաք։ Այնտեղ մի հատ աղբավայրը Երևանի կողքը վառվեց, Երևանի հերն անիծելու է։ Տուրիստ էիք բերում, այդ միլիոնները ծախսեիք, որևէ սարքավորում դնեիք, որևէ խնդիր լուծեիք, որևէ առաջավոր տեխնոլոգիայով մտածեիք աղբի վերամշակման մասին։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Տիգրան Ավինյանը գրել է. Երևանի կենտրոնում ժամը 11-ի դրությամբ պայմանավորված աշխարհագրական դիրքով նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչների ստացված տվյալների արժեքը կազմում է 105 եւ գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այդ իհարկե դա ինձ ուրիշ հայտարարություններ անի վիճակը լավացել է, չնայած ամբողջությամբ չի մարել։ Շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։ Բավարար ամեն անգամ հեծանիվն առնում անգնում է քուչեկը Նիկոլ Փաշինյանը մեռանք ասելով։ Օդի աղտոտվածությունը նա Երևանի հերն անիծել եք։ Աղտոտված օդի տակ եթե դու արագ շարժվում ես կամ հեծանիվ ես քշում, դա օրգանիզմին վնաս է, ոչ թե օգուտ։ Եթե փողոցը փակում են, որ դու փողոցում հեծանիվ քշես, կես ժամ առնվազն եթե փակում են, այդ ընթացքում օդը ավելի է աղտոտում, որտեղ մեքենաները միացած սպասում են, որ դու գաս անցնես։ Չգիտես, որ չի կարելի մարզանք անել աղտոտված օդի պարագայում։ Առողջ ապրելակերպ ես ուզում Երևանի օդի հարցը լուծի։ Ձմեռը կանգնեցին, ասեցին, որ բան է, գիտեք ինչի է օդը աղտոտված, որովհետև տունը տաքացնում են։ Ամառն էլ են տաքացնում։
որ Երևանի մեջ 7 տարվա մեջ մի հատ Երևան սարքեցիք, չնկատեցիք ինչ եք անում, ում համար եք դա անում, մարզերից եք տեղափոխում Երևան, քիչ էր Երևանը դառել քաղաք-պետություն, մարզերի հետ մյուս տրամաբանական կապ չկա, ոչ թե մենակ քիչ մարդ է ապրում, ոնց որ Հայաստանը մի Երևան ու վերջ, էդ է ձեր արած քայլերը, իսկ եթե մարզերից չեք ուզում բերեք, մարզերում աշխատանք եք տանում, ում համար եք Երևանը այսքան ավելացնում, լա դուրս եկեք այդ շենքերի քանակը նայեք, որտեղի մարդիկ են գալու Երևանում ապրելու, այդքան ինչի եք բերեմ Երևան լցնում, փող եք աշխատում, փող եք լվանում, ու մի հատ աղբավայր է վառվում ու այդ ամբողջը դառնում է 0, դե մարդիկ շնչելու օդ չունեն, էսա ձեր պատկերացումը քաղաքային կյանքի, էսա ձեր պատկերացումը պետություն կառավարելու, երջանկացեք, ժողովուրդ, ուրախացեք, երգեք, պարեք, թունավորվեք, խաղաղություն ենք բերել, խաղաղ թունավորվեք, սա է ձեր պատկերացումը պետական կառավարման մասին, մեկին գտնեք, ասեք, գիտեք ինչ, այս մեկը այրել էր, ու այդ այրելուց կարող այսպիսի հետևանքներ լինել, մի որոշ ժամանակ առաջ նորից նույն բանը եղավ, ինչ դասեր քաղեցիք, ինչ արեցիք դրա հետ կապված, ինչ որոշում կայացրեցիք, բոլոր որոշումները բարձրացնենք աշխատավարձը, Նիկոլ Փաշինյանն ասում է, դե ուզում ենք էլի աշխատավարձ բարձրացնենք, բայց մեզ կհայհոյեն, այս հարցը լուծի, թող չհայհոյեն, ինչի չես կարողանում լուծել մի հարց, այդ էլ քիչ էր ակադեմիական քաղաքով Երևան պիտի բեռնաթափեիք, տարածակակադեմիական քաղաքը կպցրեցիք Երևանին, որ նա օրգանապես դառավ Երևանի շարունակություն, այսինքն Երևանը ընդլայնեցի կանոնը ինչ ուզում ա դնեք, տրամագծորեն կպած է Երևանին, բայց իմաստը դա չէր, իմաստը դա էր Երևանը բեռնաթափելը, էդ էլ չկարողացաք գնաք որևէ մարզում այդքան փող դնեք, էդ էլ մտածեցիք մարդիկ չեն գնա, այս չի լինի, այն չի լինի, ավելի լավ բերենք Երևանին կպցնենք, էդ է ձեր վարած քաղաքականությունը, այդ ֆանտաստիկ փողերը ծախսում էիք, որ ինչ անեիք, որ Երևան քաղաքում մի օրվա մեջ մարդիկ անիմաստ համարեն այդտեղ տուն ունենալը, մտածեն ինչքան հեռանան քաղաքի կենտրոնից, բայց այդքան շենքերն համար եք սարքում, որն է այդ տրամաբանությունը, իհարկե սա բարբերաբար այս կարգի հարցերին պետք է անդրադառնալ, որովհետև դուք տեսնում եք, եթե հասարակությունը իր վերահսկողության տակ չպահեց, հիմա մի օգու դատելով հարցերը կլուծեն, կամ մի պաշտոնյայի գործից կհանեն, մի 10-րդական պաշտոնյայի, վերջ, ինչ ա եղել ժողովուրդ ջան, թունավորվեք, ոչ մի պրոբլեմ չկա, ամեն օր դուք օդի աղտոտվածության ցուցանիշ եք ներկայացնում Երևան քաղաքում, այս շրջաններում, այս վարչական շրջաններում աղտոտված օդը, այն հիմնական տեղը, որտեղ մարդիկ համարում են նորմալ տներ ունենան, կենտրոնը արաբ գիրը, մշտական աղտոտված է, էսա ձեր արածը, ինչ խնդիր լուծեցիք, չեք հասցնում մի հատ փողոց կառուցեք, որպեսզի բեռնաթափեք, արդեն այնքան շենք եք կառուցում, որ այդ շենքերը այլևս հնարավոր չի այդ փողոցը նորմալ օգտագործել, քանի հազար անգամ կարելի է ասել, որ հերիք ասեք, որ մենք ստորգետնյա կայանատեղի ենք սարքում այդ նոր շենքերի համար, բայց մենք պրոբլեմը լուծում ենք, այդ կայանատեղին, որ սարքում եք, այդ մեքենաները փողոց դուրս չեն գալի, այդ փողոցի թողունակությունը չես կարողանում ավելացնես, ինչ կայանատեղի մասին է խոսքը, ամեն տնից քանի մեքենա է դուրս գալի, ուր է դուրս գալի, նույն փողոցը չի դուրս գալի, դուք այդ փողոցի թողունակության հարցը ոնց եք լուծել, այսքան վթարային շենք կա, վթարային շենքը քանդում եք, նոր շենքը դնում դրա տեղը, այդ վթարային շենքը 100 տարի առաջվա սարքած շենք էր, 100 տարի առաջ քանի մեքենա կար Երևանում, փողոցը ինչ լայնություն ուներ, 100 տարի հետո դնում ես շենքը քանդում վթարային ու այդ դրա տեղը դնում ես շենք, որպեսզի մի 100 տարի հետո էլ այդ փողոցը մնա այդ լայնության, որը եղել է նախագծած է եղել 100 տարի առաջ, էսա ձեր մակարդակը, անկախ նրանից, որ բոլոր շենքերը միաժամանակ չես քանդում, ցանկացած շենք, որը որ պիտի կառուցեի նոր, պիտի դնեիր գոնե մի 10 մետր հետ, եթե 10 մետր հետ դնելու հնարավորություն չկա, այդտեղ ուրեմն պիտի նախագիծ չհաստատեիր, որ կամած հաջորդ կողքինը դառնար վթարային հետ գնար, մյուսը հետ գնար, մյուսը հետ գնար եւ փողոցները ընդլայնվեր,
Ինչ հարց եք լուծել, որ Երևանը բեռնաթափեք։ Բոլոր բակերի հետ կապված դրել եք փակել եք, անտոտնակները վերածում եք լավ եք անում։ Դրել եք փակել եք շլագբաումով։ Մարդիկ իրանց մեքենաները փողոցում են կանգնացնում։ Տեղ չունեն, կայանատեղի չունեն։ Փողոցը դարձել է կայանատեղի։ Այսինքն փողոցը երկու կողմից, ամեն կողմից մի շարք նեղացել է։ Փողոցներն ընդհանուր չեք լայնացնում։ Շենքերն է թողում եք 100 տարի առաջվա տեղը։ Այս ձևի եք ուզում Երևանը բեռնաթափեք։ Այս ձևի եք խնդիր լուծում։ Քանի կամուրջ ուզում ես կառուցի, քանի շրջանցող ճանապարհ ուզում ես կառուցի։ Չի լուծվելու այդ հարցը, եթե ձեր ուղեղը այս չափի է, ծտի ուղեղ է։ Ծտի ուղեղով ինչ ուզում ես կառուցի, ուղղակի փող եք լվանում։ Մի հարցել ունենամ անդրադառնալ Տելեգրամի հիմնադիր միլիարդատեր Պավել Դուրովը հուզիչ ուղեր ցհղել իր ալիքում իր 41-ամյակի հետ կապված չի ցանկացել ինքը իրան շնորհավորի կամ մյուսները շնորհավորեն ավելի շատ ոնց որ մտահոգությունը հայտնել, ուղղակի դրա մեջ հետաքրքիր դրվագներ կա, ուզում եմ ձեզ ներկայացնել։ Մեր սերունդը ժամանակ է վատնում փրկելու մեր նախկինների կողմից մեզ համար ստեղծված անվճար ինտերնետը։ Այնինչը մի ժամանակ տեղեկատվության ազատ փոխանակման խորհրդանիշ էր, վերածվում է լիակատար վերահսկողության գործիքի։ Ըստ Դուրովի ժողովրդավարության բաստիոններ համարվող երկրները ներդնում են ավելի ու ավելի մութ եւ ճնշող տեխնոլոգիաներ։ Մեր սերունդը կարող է պատմության մեջ մտնել որպես վերջինը, ով ազատություն է ունեցել եւ կամավոր թույլ տալ, որ այն խլվի, հայտարարել է Դուրովը։ Ի նկատի ունի, որ արդեն վերահսկում են ինտերնետը, շատ զարգացած ժողովրդավար երկրներ, որի պատճառով սահմանափակում են մարդկանց ազատությունը, անգամ բովանդակության մեջ են խորանում, այդ բովանդակության մեջ խորանալու որոշակի սանկցիաներ են կիրառում հասարակության նկատմամբ։ Տելեգրամի հիմնադիրի խոսքով ժամանակակից հասարակությանը պարտադրվել են կեղծ արժեքներ, որոնք մարդկանց համոզել են, որ առաջընթացը նշանակում է մեր նախնիների մեզ թողած ամեն ինչի ավանդույթների անձնական կյանքի գաղտնիության, ինքնիշխանության, ազատ շուկայի եւ խոսքի ազատության ոչնչացում։ Մենք դավաճանել ենք մեր հայրերի ժառանգությանը եւ այս ճանապարհը մեզ տանում է դեպի ինքնակործանում։ Բարոյական, մտավոր, տնտեսական եւ նույնիսկ կենսաբանական, նշել է Դուրովը։ Նա իր գրառումն ավարտել է տխուր նոտայով. ոչ, ես այսօր չեմ տոնելու, իմ ժամանակը սպառվում է, մեր ժամանակը սպառվում է։ Իսկ հիմա այս մտահոգությունը հայտնում է մի մարդ, որը միլիարդատեր է դարել այս համակարգերի շնորհիվ, եւ իր մտահոգությունն է հայտնում, տեսեք ինչ է կատարվում, փոխվում է մարդկանց մտածելակերպը, մարդկանց մոտեցումները։ Մարդը դարձել է տեխնիկայի գերին, ոչ թե տեխնիկան է ծառայում մարդուն, այլ մարդն է ծառայում այդ տեխնիկային։ Այդ լավ այդ ամեն ինչը ասում ես։ Չես ուզում, որ բովանդակությունը վերահսկվի, բայց տեսնում ես դա անհնարին է։ Եթե մտահոգություն ունես, դուք դրական առումով բովանդակությունը վերահսկեք եւ տարածեք լայն հնարավորություն տվեք, որ այդ արժեքները տարածող մարդկանց համար դաշտ բացեք, բայց դա արեք, եթե չեք կարողանում դադարեցնել վերահսկողությունը, որը համարում եք անհնարին է։ Առավոտի ծիրիգու այդ ավանդական արժեքներից ենք խոսում։ Առավոտի ծիրիգ խոսում ենք ինչն է շատ կարևոր։ Խոսում ենք, որ գիտելիքն է շատ կարևոր, որ պետք չի գերի դառնալ սարքավորման կամ էլ գնաց միտեղ բանակցություն վարես, չես մտնելու Google մի հատ կարդաս, որ ասես, հետդ շփվելու են եւ տեսնեն, որ գլուխը դատար կա, ու պետք է հասկանան ոնց ուզենան քեզ կֆռացնեն, որ մարդը պետք է գիտելիք ունենա, որ մարդը պետք է իր կյանքի փորձով օրինակ ծառայի երիտասարդ սերունդին։ Իսկ հիմա ինչ է ստացվում։ Ռիվ հակառակ իրավիճակի մեջ ենք հայտնվում։ Բայց ինչու, երբ որ մարդիկ այդ կարգի թեմաների մասին խոսում են, լա Դուրով դու հնարավորություն ունես քայլ անելու այդ ուղղությամբ, որ մենք այդ հնարավորությունը չունենք, մեր առաջ ինչքան է սահմանափակված այն խոսքդ, որը որ հասնի հասարակությանը։ Ներվեր ենք քայքայում, կյանք ենք դնում, որպեսզի կարողանանք այնպես անել, որ մեր հասարակությունը արժեքները հարգի, չասի ավակ սերունդին ձեր ժամանակները ուրիշ էին, դրա համար մենք ընդհանրապես այդպես չենք մտածում։ Հասկանալ ինչն է արժեքավոր անցյալից վերցնելու համար, որ նույն սխալները դու չանես, եւ ինչը կարող ես հանգիստ մի կողմ դնես, որը ժամանակակից պայմաններում այլևս արդիական չի, կարող ես հասկանալ, որ դա այլևս կենսունակ չի։ Հա, բայց դրա համար ինչ է պետք։
Դրա համար մենք սովորական ձևով մեր աղբը որ լցնում եք համացանց չեք տեսնում, որ փակում եք նորմալ ձևով խոսք արտահայտելու մարդկանց ճանապարհը։ Չգիտեք, այդ տեխնոլոգիական ու տեխնիկական աղբը իմ կարգի մարդը չի անելու, որտեղ իրան չի հարգի որ անի։ Ճղճղան վերնագիր դնի, որպեսի մարդիկ դրա վրա գան նայեն։ Ինչ որ էֆեկտներ անի, որի վրա մարդկանց ուշադրությունը գրավի։ Սենսացիոն բաներ ասի, գիտեք, էս ինչ հատուկ ծառայությունը շուտով էս կանի։ Կամ էլ են պայծառատեսների նման հիմա էսա Ադրբեջանը կհայտնվի ջրի տակ, Թուրքիան կմասնատվի, չգիտես ինչ կարվի։ Չգիտեք ինչա կատարվում։ Բայց աղբը անում են, չէ՞։ Ինչի մենք չգիտենք ոնց են անում։ Բայց ասում ենք չի կարելի անել, իրան հարգող մարդը դա չի անի։ Բայց դուք մտածեք, այդ համակարգը ունեք։ Միլիարդ հատել ես ինչ է քեզ պակասում, որ քո համակարգային ձևով նայեք, բովանդակալից անալիզ ունենաք եւ իմանաք ինչ արժեքները կարեւոր եք եւ լայնորեն տարածեք։ Լավ մենք բողոքում ենք ձեր արածից, դուք ումից եք բողոքում։ Կարելի է կարծել Telegram ալիքը իմն է, ասում ես, «Էս ինչ եք անում»։ Բա մենք ենք ձեզ ասում, բա դուք ի՞նչն եք տարածում։ Ի՞նչն եք խրախուսում։ Որ հիմա ումից եք նեղանում։ Իսա իսկապես խնդիրը հատկապես մեր կարգի երկրի համար։ Խնդիրը իրոք շատ լուրջ ձևով, որովհետև մեր համար փոքր պետություն ենք, էլի որակի կորուստի հարցը, իսկ դուք տեսնում եք, չէ՞։ Մի հատ իշխանավոր փոխվեց, ի վիճակի ամբողջ երկրի մթնոլորտը փոխի։ Հլու հնազանդ գնան ծառայեն, կապ չունի ինքը ով այր գովեր, վաղը ով ալնի, կապ չունի։ Ով նստեց այդ աթոռին վերջ գնան իրան ծառայությունն առաջարկեն։ Տեսնում ենք, չէ՞, հասարակությունը այլանդակվելու ինչ մեծ սեր ունի։ Փողի նկատմամբ ամեն ինչի պատրաստ։ Եվ այն աշճանի, որ նույն զարմացած ասում են չենք հասկանում, այն քունչին ապեք, որ ասենք երիտասարդները ինչ որ մի բան իմանան կամ դա քեզ ինչ ա տալի, ինչ էիք ուզում տար։ Լապ Ինչ էիք ուզում, որ ես ինչի դիմաց դա անեի։ Սա էլ հարցեր է, որ դուք պատկերացեք ինչ աշճանի է դա բարձացել, որ այն մարդը, ով այդ համակարգերի տեխնոլոգիաների միջոցով միլիարդատեր է դառը, ինքը անգամ չի ուզում, որ իր ծնունդը նշի, համարում է, որ չորանար տեն ծնունդը, այս ինչ բերեցինք այս աշխարհի գլուխը։ Եվ այսօր դա մենք ենք անում, մեր սերունդն է անում հոժարակամ զիջելով իր տեղերը։ Այսօր մարդու ձեռից հեռախոսը վերցնես, անես կդառնա անօգնական, կուզենա գնա իրան կամուրջից գցի։ Որտեւ էլ ինչ կարող անի առանց հեռախոս։ Բախտներս վերել է, որ առանց հեռախոս կամուրջի տեղը չի գտնի։ Մինչև նավիգատոր չմիացնի, կամուրջը չի գտնի։ Թե չէ այնտեղ հերթ կգոյանար կամուրջից գցելու համար, եթե ինտերնետը անջատվի մի քանի ժամ։ Այո, սա իրոք խնդիր է, հատկապես մեր կարգի պետության համար։ Մի բան էլ Facebook-ը հիշացրեց 2020 թվականի հոկտեմբերի 11, դե եթե ասում ենք 2020 թվականի հոկտեմբերի 11, նշանակում է այն պատերազմի թեժ ժամանակներն էր, բայց ինչ էր երկրում քննարկվում։ Կարելի է կարծել այդ պատերազմը մեզ չէր վերաբերում։ Օրակարգ են բերում հարցեր ապշած, նայում, նույնիսկ չես իմանում արձագանքես թե չէ, բայց ներվերդ չի հերիքում արձագանքում ես։ Եվ ինչ էր։ Թուրքին ներողը, թուրքին սիրողը եւ թուրքի արչեւ խոնարհվողը։ Սա է վերնագիրը վերտարությամբ այս որ հիմա նյութը կներկայացնեմ։ Այս օրերին առիթն օգտագործելով մի առանձնահատուկ ջերմեռանդությամբ են ոմանք Արսեն Խառատյանի գրառումն ու Լուսինե Բադալյանի խոսքը տեղադրում իրենց Facebook-յան պատին ու դատապետում նրանց, թե տեսեք թուրքն ինչ է անում, իսկ սրանք ինչ են ասում։ Իսկ հիշյալ գործիչներն այնպիսի մեծ ազդեցություն ունեն մեր հանրային կյանքում, որ պետք է նրանց խոսքը տիրաժավորել ու դրա դեմ կատաղի պայքար մղել։ Այսինքն պատերազմի ժամանակ այս թեման էր մնացել, որ տենց պետք է տարածեիք, հա։ Չլինի դա առաջին հերթին արվում է, որպեսզի մտնեն ռուսի համապատասխան տեղը։ Բայց մտնելու համար հերթում իրար են կոտորում, այնպես որ Արսեն Խառատյանի գրառումը Մոսկվայում նկատում են, քանի որ դա իրենց պետք է քարոզչական նկատառումներով, իսկ նրա դեմ պայքարողների գոյությունն անգամ չեն նկատում։
Ռուսներից անգամ արձագանքում են համապետական ալիքները, որ գիտեք Հայաստանում ինչ որ մեկը ով հալավ ժամանակին հրապարակային ինչ-որ բանա խոսացել կամ իշխանության հետ համագործակցել է, բայց նա պետք է այնպիսի կարգավիճակ ուներ, որ դրան պետք է անդրադառնար Ռուսաստանի համապետական ալիքները, ուստեղ էլ լայնորեն տարածեն, թե ինչ ասել։ Այն դեպքում, երբ որ այդ նյութին անդրադառնում են Ռուսաստանի համապետական ալիքների, բայց նրա դեմ կռիվ տվողների նկատմամբ սկի չեն էլ նկատում նրանց, թվում էր թե նրանք իրանց մարդիկ են, պետք է որ նրանց նկատեին։ Այսինքն պետք է քարոզչության նկատառումները իսկ նրա դեմ պայքարողների գոյությունն անգամ չեն նկատում։ Հիմա այդ դրամար ուզում եմ բացատրեմ, որ հենց ինչով եք զբաղված։ Եթե սկզբունքային պայքարող եք ու ժամանակ եք գտել ներքաղաքական գզվռտոցի, ապա ինչու չեք հիշում ու հիշեցնում, որ հենց Սերժ Սարգսյանն էր նախաձեռնողը հայ-թուրքական հարաբերությունները հաստատելու։ Այդ հարցում նա այնքան էր առաջ գնացել, որ Ծիծեռնակաբերդի լույսերն էր անջատում, մեր ֆուտբոլիստների մարզաշապիկի Արարատ լեռը փակում, ասեց չեմ գնա Թուրքիա, եթե սահմանը բաց չլինի, բայց մոտ չլինենք բացելուն, բայց ոչ բացեր, ոչ էլ մոտ էինք, գնաց ու հորթի հրճվանք էր ապրում, երբ թուրքերը մեզ գոլ էին խփում։ Սարգսյանն անգամ ստորության աշճան առաջ գնաց ու համաձայնվեց, որ պատմաբանների համատեղ խումբ ձևավորվի, որը կքննի ցեղասպանության լինել չլինելու հարցը, դրանով իսկ կասկածի տակ դնելով կատարվածը, որի մասին աշխարհը գիտի ու որ արխիվային փաստաթղթերի մի մասն է գտնվում Թուրքիայում, այն էլ չգիտենք ինչն է պահպանված, իսկ աշխարհի տարբեր տեղերից արդեն հրապարակվել են ցեղասպանությունը հաստատող փաստեր։ Ու այդ ամենի հետ մեկտեղ Թուրքիան չվավերացրեց համաձայնագիրն ու պայման դրեց, որ մենք պետք է գնանք զիջումների Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով։ Ցյուրիխյան արձանագրությունների դառը ճակատագիրը, որը հիշում եք։ Այ հենց այդ ժամանակ Թուրքիան հասկացավ, որ կարող է մտնել Հարավային Կովկաս ու լուրջ դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ՝ ի օգուտ Ադրբեջանի։ Այն ժամանակ շատ վերլուծաբաններ այդ վտանգի մասին բարձրաձայնում էին, որ անկախ նրանից հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն թե ոչ, շատ դժվար է լինելու Թուրքիային դուրս մղել Հարավային Կովկասից ու չթողնել, որ քիթը խոթի Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ։ Իսկ նրանք, որ այս օրհասական պահին Արսենին ու Լուլուին են հարվածում, նաև դրանով ցանկանալով հարվածել Փաշինյանին, անգամ չեն նկատում, որ դրանով հավասարության նշան են դնում Արսենի, Սերժիկի ու Լուլուի միջև։ Թեպետ Սարգսյանը նախագահ էր ու մեր երկրի շահերին հասցված նրա վնասն անհամեմատելի է մյուս իր գործընկերների հետ, Արսենի ու Լուլուի։ Այո, եթե Սերժ Սարգսյանի թիմակիցները նրանց քննադատում են առանց հասկանալու ինչ արեց Սերժ Սարգսյանը, այո, նրանց դարձնում են իրանց առաջնորդի գործընկեր։ Իրար հավասար կարգավիճակի են բերում, որտեղ մարդիկ սկլերոզ չունեն, ժողովուրդ ջան։ Եթե դուք քննադատում եք, լավ եք անում, բայց նայեք դուք ինչ եք արել։ Մենք այդ երկուսն էլ տեսնում ենք, չէ՞։ Դուք ուզում եք քննադատելով ես իմում, դրանով մաքրեք ձեր արածը, սրբագրեք, չի լինելու, ժողովուրդ ջան։ Մենք հիշողության կորուստ չունենք։ Փաշինյանը վաղուց հասել է Երևան, իշխանությունը վերցրել ու 2.5 տարի ղեկավարում է երկիրը, դե նկատի ունենք 2018-ից մինչև պատերազմի օրերը։ Բայց դեռ ոմանք հեգնանքով խոսում են, թե որքան սակավամարդ էր նրա հավաքը Գյումրիում, որից հետո շարժվեցին դեպի Երևան։ Այդ չէին, նրա ոտնահետքերն են հոտոտում, որ մի քննադատելու բան գտնեն, արձանը ջարդում, բռնած շիշն ու ուսապարկերը քննարկում։ Այսպես 2.5 տարի ընդդիմադիր դաշտը հիմնականում զբաղված էր ինքնաոչնչացմամբ, իսկ մնացած մասն էլ պատերազմից հետո Փաշինյանը կոչնչացնի, բերելով դրա համար համապատասխան փաստարկներ։ Ու ստիպված ենք լինելու այդ ամայացած դաշտի բեկորները հավաքել ու ընդդիմադիր լուրջ ուժ ձևավորել։ Չէ՞ որ առանց լուրջ ընդդիմադիր ուժի նույնքան վտանգավոր է, որքան պատերազմելն առանց ամուր թիկունքի։ Եվ որքան կարևոր է խաղաղ ժամանակ մտածել պատերազմի մասին, ոչ պակաս կարևոր է պատերազմական իրավիճակում մտածենք խաղաղ ժամանակների մեր անելիքների մասին։ Իմ այս հնչեցրած տագնապն ամենևին չի վերաբերվում
Փաշինյանի արցանի, բռնած շշի ու ուսապարկի դեմ կատաղի պայքար մղողներին։ Նրանք հաղթել են ու հանգիստ կարող են իրենց սուրը փառքով դնել պատյան։ 2.5 տարին ձգվեց դառավ 7 տարի, շուտով կդառնա 8 տարի։ Ինչ փոխվեց այդ ընդդիմության մոտ։ Ամբողջ պայքարը կառուցած էր սրա վրա։ Այնքան ձեռնտու ընդդիմություն էր, որ Նիկոլ Փաշինյանը մտածեց իրանցից լավ ընդդիմություն, այդ նվերը ինքը չի կարող դրանից հրաժարվել։ 2021 թվականի իր մրցակիցները դարձան հենց սրանք։ Եվ ինչպես տեսնում եք, ամեն օր ասին մենք պետք է պայքարենք, ժամ առաջ Նիկոլ Փաշինյանին տապալենք, 7 տարի պայքարում են ու տապալում են։ Ու այդպես է նորմալ ուժ չձևավորվեց, որ ասում էին, որ մեր միակ հույսը նա է, որ այդ ամայացած դաշտում նորմալ լուրջ ընդդիմություն ստեղծենք։ Այնպես էին լցրել դաշտը իրանցով, որ ոչ այն ժամանակ հաջողվեց դա անել, ոչ հիմա մեծ դժվարությամբ փորձում ենք գրամ հավաքել ինչ-որ մի բան անել, որ կարողանանք պայքարենք, որովհետև մի կողմը ունի վարչական ֆանտաստիկ ռեսուրս եւ նաեւ լավ էլ կիրառում է դրան այդ ուղղությամբ, նաեւ ունի ֆինանսական ինչքան գումար ուզենա եւ բյուջեից կարող է օգտագործել, ասի տեսեք ինչեր են անում եւ ցանկացած օլիգարխի կանչի ասի եկեք մուծվեք, մյուս կողմներ միլիարդատերեր են ժողովրդյան։ Այն նորից հիմա դաշտը լցրել են։ Դաշտը լցրել էին 20 թվականին իրենցով, 21 թվականի ընտրությունների ժամանակ եւ հիմա էլ այդ 20 թվականին անգամ պատերազմը չէր խանգարում, որ իրանք իրենց մանր-մունր հարցերը լուծեն։ Այդ դա ենք բացատրում։ Ինչի հետևից է կնգել։ Պատերազմի օրին ամենակարևոր թեման դա էր։ Կամ նույնիսկ եթե այդ մասին ինչ-որ մեկը ինչ-որ բան ասի, ով է, որ նույնիսկ մարդկանց դե դժվարությամբ բացատրեց, թե ում մասին է խոսքը։ Բայց ինչ կարևոր էր, որ դա դառնար օրակարգային պատերազմի ժամանակ։ Այսօր իրար գլուխ եք ջարդում Թուրքիայի հետ լավ լնելու, թե այս իշխանությունը, թե այն ընդդիմությունը, որը որ ներկայացրեցի, ինչով էր զբաղված։ Բայց այդ ժամանակ էլ պատերազմ չէինք պարտվել։ Ասում ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք։ Ինչի ենք բերեմ Թուրքիային մտցնում Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ, նրա ներկայացվածությունը ապահովում, որովհետև ուզում ենք ճանապարհը բացենք։ Բացեցիք ճանապարհը, չէ, բայց բացեցիք Թուրքիայի ճանապարհը Ադրբեջանի մեջքին կանգնելու լրիվ օֆիցիալ ձևով, որ ասի այո, Ադրբեջանի հարցը կլուծեք, ճանապարհը կբացենք։ Ով արեց դա։ Դրա համար ոչ այսօրվա իշխանությունը կարող է մաքրվի նախկինների արած հանցագործություններով, դա բանը ցույց տալով, ոչ էլ այսօրվա անդիմությունը ռուսամետ նախկին իշխանությունները կմաքրվեն այսօրվա իշխանության սխալները թույլ տալով։ Երկուստ է բավարար չափով սխալներ թույլ եք տալի, երկուստ էլ պետք է իրար ձեռ-ձեռի բռնած գնաք տուն։ Իսկ մենք պետք է մտածենք ոնց անենք նորմալ ընդդիմություն ձևավորենք, այս է խնդիրը, որը տեսնում եք ինչքան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կա, որ դա չձևավորվի։ Հասարակության աջակցությունը ես ասում չափազանց մեծ է, զգոնությունը նույնպես շատ կարևոր է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։